Բարի երեկո սիրելի հեռուստադիտող, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է։ Այսօր զրուցելու եմ Երևանի ավականու անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ։ Պարոն Մանուկյան, շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Երեք բավականին անհանգիստ օրեր տաքսիստների համար։ Բազմաթիվ մարդիկ հավաքվել էին եւ բողոքներ ունեին, դուք գնացել եք նրանց հետ հանդիպման, հեռուստադիտողներին ներկայացնենք, թե ինչ խնդրով էին այդքան շատ տաքսիստներ հավաքվել։ Տեսեք, ես շուրջ 1 շաբաթ է ակտիվ հանդիպումների մեջ եմ on-line տիրույթում գործող եւ ծառայություն մատուցող վարորդների հետ։ Վարորդները բարձրացնում են իրենց բողոքը առ այն, որ թվացյալ թե Հայաստանի Հանրապետությունը օրինական երկիր է, օրենքի երկիր է, բայց այս մարդիկ աշխատում են, վճարում են հարկ, չեն համարվում գրանցված աշխատող, հետագայում թոշակ չեն ստանալու, միևնույն ժամանակ իրանց զգալի մի հատվածը 200,000 դրամից ավելավաստակում։ Այս մարդիկ նաև չեն օգտվում անվճար բուժօգնությունից, ինչը որ այսօր քարոզ է իրականացնում մեր իշխանությունը, երկրի իշխանությունը, բժշկական ապահովագրությունը, համապարփակ ապահովագրության հիմնադրամը որ ստեղծել, դրա շահառու չեն դառնում։ Ինչն է խնդիրը, Հայաստանի Հանրապետությունում on-line տիրույթում գործում են, աշխատում են, գրանցված են շուրջ 130,000 վարորդ, որոնցից մոտարապես 40,000-ը օրինակի համար այս ոստիկաններն են, որ փողոցում կանգնած են, որ սաղ օրես մարդկանց տեղն են տանում, երեկոյան նստում են փափախ, մի հատ գործ բռնում են, մի հատ պասաժիրի տեղ են տանում, որ 2 կոպեկ փող աշխատեն, այդ 40,000-ին դուրս են քանում։ Մնացած վարորդներից շուրջ 40,000-ը 90,000-ի ամեն օր օրական 10 ժամից ավել աշխատում են այս մարդիկ։ Ու այս մարդիկ ասում են մեզ ռեկետ են անում, քերուն տանում են, պետական ռեկետ։ Ու դիմացը ոչինչ չեն տալիս, ու մենք կարգավիճակ չունենք։ Ոնց է տրամաբանությունը բացվում։ Օրինակ վերենք Yandex-ին, բայց նմանատիպ GG այլ ծառայությունները կան։ 16.5% մինիմումը Yandex-ը գումար է տանում, պետությունը չի հետևում, ասի հակամենաշնորհային կարգավորում մի հատ մտնեմ, հասկանամ, այս մարդն ինչքան է շահույթ տանում, 16.5-ը ոնց էր, առաջ դու 0 դրամ էր, հետո 7 դրամ ես, մի սարքել ես 16.5% օրինակ, 16.5% Yandex-ն է վերցնում, 2-ից 4%-ը տաքսոպարկեր կան, իրանք են վերցնում, 4 եթե փոխանցումով ես աշխատում, 5% կանխիկի պարագայում պետությունը տուրք է դրա այս մարդկանցից ստանում է։ Այս մարդն ասում անգեր պետություն, եթե դու ինձանից տուրք ես տալիս, ես հարկ եմ տալիս, մի հատ տուրքի տեսքով, մի հատ Yandex-ն այնտեղ ավելացած արժեքի հարկ, էտրան գումարած նաև շահութարկ վճարում, մի հատ տաքսոպարկն է վճարում իմ հաշվարկով շուրջ 12% իրենց վաստակածից մենակ տալիս են պետությանը։ Ընդհանուր առմամբ միջինացված այս մարդիկ 25-ից 31% իրենց վաստակածից փող են, իրանց լեզվով ասած դուս են տալիս այս փողը։ Այս մարդն ասում անգեր, պետություն, բա դու որտեղ ես։ Ինձ, չգիտեմ, Yandex-ն ու GG-ները բռնում մի աշխարհ փող ինձանից տանում են, դու մա չես մտնում այդ դաշտ, հասկանաս, այդ մարդիկ, որ այդքան բարձր տոկոսադրույք են դրել, գերշահույթ են ստանում, ու ստանում են իաշիվ մեզ։ Երեք վարորդներից մեկը ասում է, այս կարող է ռուսական Yandex-ը մի քիչ ստեյ չինովնիկներին 2 կոպեկ ջեբները փող ա դրել։ Ու շատ տեղին է ասում ինքը, ասում խիեք լռում դուք։ Լավ պետություն, դու այս մարդկանց հարկ ես վերցնում այս մարդկանց, ոչ մի բան։ Այս մարդը պարզ ասում է, գնում են վարկ ստանալու, չեմ համարում գրանցված աշխատող։ Մենք հստակ պահանջ ենք, 4 պահանջ ենք սահմանել։ Առաջինը կանում է նրանում, որ տաքսու վարորդների իրավունքները ոտնահարված է, անհրաժեշտ է վերականգնվել եւ ստեղծվի մի մարմին, որը կզբաղվի այս մարդկանց խնդրով, հասկանում եք։ Երկրորդը որ կար, այս մարդիկ ասում են, մենք հարկ ենք վճարում, մենք դառնանք օրինական գրանցված աշխատող, այսինքն գրանցված աշխատող լինելու պարագայում մենք հետագայում եւ թոշակ կստանանք եւ կարգավիճակ ունենք։ Երրորդը օգտվենք առողջության համապարփակ ապահովագրության այս ծառայությունը որ բերեն ներդրել են, դրա շահառու դառնա կամ Այսինքն վճարած հարկերի դիմաց ունենան քաղաքացիների համար սովորական եւ պարտադիր իրավունքներ, ճիշտ եմ հասկանում։ Դրան գումարած նաեւ այդ բարձր տոկոսադրույք որ սահմանը տանում են այս մարդկանց, ասում են 10% նվազեցեք, մեզ քերթում եք, մեզ քերուն տանում եք, անբարոյական է ուղղակի անբարոյական է, հասկանում եք, ասում եմ մենք, երբ որ գույքարկը ուշացնենք, քաղաքապետարանը մեզ կտուգանի, մենք արդեն պրոբլեմ կունենանք, բայց այսօր մենք հարկ ենք վճարում ու դիմացը մենք ոչինչ չենք ստանում։ Ու տեսեք, քանի որ գործող իշխանությունը զգում է, որ ինքը կոնկրետ ոտնահարում է 100,000 քաղաքացու իրավունք, ինքը զգում է, որ ինքը շատ կեղտոտ բան է անում, ինչը որոշին այսօր Գևորգ Պապայան ունեն, մի հատ նախարար ունեն, այդ ամբողջ պրոբլեմների շարքում Հələ այս ոչ ու բարևոք ասում է, դե եթե այդպես է կկանչենք GG-ին, բանկերին, մնացածին Yandex-ին կկանչենք, որպեսզի այս մարդիկ գնան ապառիկ ստանալու համար, ապառիկով մի բան գնելու համար կամ վարկով տուն գնելու համար համարվեն, որ իրանք աշխատող են։
Այսինքն Ձեռ առնելիք հասկանում եք, մեզ մարդիկ Այսինքն գրագիտության պետական մակարդակով օրենքի շրջանցման Այո, պետական մակարդակով, ուրիշ ոչինչ չեմ ուզում ասեմ, պետական մակարդակով իրանք ուզում են օրենքը շրջանցեն։ Եղբայր էս մարդը աշխատում է հարկ վճարում։ Քո բազային պետք է երևա որ էս մարդը հարկ վճարող է։ Դու ոչ թե պետք է գնաս խնդրես Ջիջիին, Yandex-ին, բանկերին, որ էս մարդիկ համարվեն օրինական աշխատող, այլ հակառակը տղա ջան, դու էս մարդուն կարգավիճակ պետք է տաս, էս մարդը ելնի գնա ինքը իր իրավունքներով իր հասանելիքը ստանա։ Էս ինչ երկրում ենք մենք, էսի 21-րդ դար է, հա, նորմալ է։ Մինչև ուր են պատրաստ գնալ այդ տաքսու վարորդները, ասեցին 130,000 հոգի ենք, մեր հարցը լուծեք, թե չէ կոլապս կանենք։ Տեսեք, իրանց այդ քննարկման արդյունքում երեք շուրջ, ուզում նաև ամփոփ եմ կատարած աշխատանքը, շուրջ 400 վարորդ արդեն ստորագրեցին մի քանի ժամվա մեջ, 2 ժամվա մեջ, մարդկանց ալիքը շարունակվում է, մինչև 3 շաբթի օր իրանք հավաքեն ստորագրություն, բայց ավելի ստորագրություն հավաքելու կարիքը չկա, բայց իրանք որոշեցին, որ պիտի հավաքեն ստորագրությունները, 3 շաբթի դիմելու են կառավարությանը, ես իրենց կօգնեմ, իրանք խնդրել են, ես էլ ընդառաջ գնում եմ, քանի որ մեր քաղաքի բնակիչներն են, ես որպես իրենց կողմից ընտրված ավականի ու նաև հանրային մարդ որոշում եմ կայացրել, աջակցեմ, կլինեմ տաքսու վարորդների կողքին։ Իրանց հետ գալու եմ նամակը մուտք անեմ կառավարություն, վարորդները որոշել են 3 կամ 4 օր ժամանակ տալ կառավարությանը պատասխանի համար, բայց ասեցի չէ, ինչ որ առողջ տրամաբանության շրջանակում 7 օր կամ 10 օր հետո, եթե չպատասխանեն, վարորդները որոշել են առաջի անհնազանդության ակցիան իրականացնել։ Դա կանում է նրանում, որ ամբողջ Երևան քաղաքում բոլոր վարորդները երթևեկելու են 20 կամ 10 կմ/ժ արագությամբ, չեն խախտելու ոչ մի օրենք, սիգնալ չեն տալիս, իրանք ոչ մի բան չեն։ Օրենքի շրջանակում բոլորը միասին առաջինը իրանց հետ առաջինը ես եմ գնալու։ Բայց դա հարուցելու է հասարակ մարդկանց զայրույթը, ովքեր շտապում են դասի, աշխատանքի։ Շատ ճիշտ եք, այս պարագայում, երբ որ ոտնահարվում է այդ մարդկանց իրավունքները, ոչ մեկ չի գնում այդ մարդկանց կողքը կանգնում։ Ոչ մեկ, կլինի պետական չինովնիկ, թե դասի գնացող, չի ասում, որ այս մարդկանց իրավունքները ոտնահարվում, այս մարդկանց բուլինգի են ենթարկվում, այս մարդկանց վերաբերվում են որպես ստրուկների, այս մարդկանց իրավունքները պիտի պաշտպանված լինի ու վերջ։ Ու իրենք դա ցույց են տալիս կառավարության դեմ։ Վարորդների կեսն ասում են մենք ոնց որ բերեցինք Նիկոլ Փաշինյանին իշխանության, այնց է քացով կխփենք ճանապարհ կդնենք իրան։ Հասկանալի է, որ ոչ ֆիզիկական բռնությամբ, էլի, այսինքն իրենց մոտեցումներով եւ իրենց կամքի արտահայտությամբ։ Առաջի քայլը որ լինելու է, վարորդների կողմից որոշվել է, որ խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնել մի քանի օր։ Շարունակաբար, եթե քաղաքում 1000 վարորդ իրար հետևից երթևեկի 10 կամ 20 կիլոմետր արագությամբ, ամբողջ քաղաքը կոլապսի կենթարկվի։ Բայց այս մարդկանց ուզածն ի՞նչ է, ճիշտ է ու արդար։ Ասում եմ մենք ապրում ենք սոցիալական երկրում թվացial, բայց ոչ մի մեր իրավունք պաշտպանված չի։ Դա անբարոյական է ուղղակի հասկանում եք։ Լավ մարդուց դու հարկ ես վերջում, պետություն անունն ինչ ես դնում, որ 5%-ով վերջում ես, ռեկետ ես անում այդ մարդկանց, ռեկետ չի կես, այդ ռեկետն անում ես, տանում դեզի պարքեվավճար ես տալիս, չէ նորմալ է, այդ եկեք հասկանանք, էլ իմ գլխի մեջ չի տեղավորում, լավ 5% ես մարդկանցից քերում տանում ես ինչ պարքեվավճար ստանալու համար, հա, տանում ես, որ քո պատգամավորներին 3 միլիոն դրամ փող տաս, այս մարդիկ 10-ից 12 ժամ աշխատում են դրա համար, հա։ Դե հերոս հարկատու են, ինչու ոչ։ Դե այս մարդիկ ասում գոնե դառնանք հերոս հարկատու։ Պրոստը ռեկետ են անում, մեզի հարկատու էլ չենք, ոչ միտեղ գրանցված չենք։ Ասում եմ գոնե այդքանով հանդերձ մեզ կարգավիճակ տան, չեն տալիս։ Ու ասում եմ վարորդների պահանջը արդար է, բարոյական է, հետևողական են լինելու եւ հարցը լուծում է ստանալու։ Այդ կծուֆը, այդ կապիկությունը որ անում են այսօր, կբերենք չգիտեմ, բանկերին կկանչեն, կասենք ախպերական իրամատնայի յանի ինքը աշխատող են, չի լինում, էսի երգիրա թե ինչ է։ Էսի ում հորդուքյանն է հասկանում եք։ Նորմալ չի էսի։ Իսկ վարորդները շատ վճռական են տրամադրված, պարոն Մանուկյան, թե հնարավոր է իշխանությունը որոշակի քայլերի դիմի փափկեցնող, սիրաշահող ու այս բողոքի ալիքներ շատ արագ սպառվի։ Առաջի քայլը, որ արեց կառավարությունը պետությունը այս պարագայում, դա ոստիկանական զորք ուղարկելն էր վարորդների վրա, փոխանակ ոստիկանությունը զբաղվի, որ քաղաքում ամեն օր իրար հետ կրակում սպանում են, հայտարարություն էր հասկանում, այսինքն օպերատիվ ծառայությունը ոստիկանության մեջ 0 է, 0, բայց իմացել եմ, որ վարորդները կուլտուրական մարդիկ եկել են պիտի ստորագրեն իրենց պահանջը արտահայտեն, իրենց վրթովմունքն արտահայտեն, 5-6 ավտոբուս ոստիկան էին ուղարկել, խայտարակություն չէր էսի։ Առաջի քայլը դա էին արել, երկրորդ քայլը իրանք որ արել էին, փորձել էին տաքսու վարորդների մեջ sense խմբերի բաժանել, ինչ որ այլ վարորդների, որ մենք այդ հարցը ծիպը կլուծենք, էս կանենք, այն կանենք, ոչ,
հարցը պիտի ունենա կոնցեպտուալ ամբողջական լուծում։ Կծուֆր բանկերը ձեզի վարկ կտանես մյուս էսի կտա չի անցնում։ Վարակներից մեկն ասում է ժողովուրդ, ասում է ես հարկադիրի տակ եմ, When Նիկոլ Փաշինյանն էլ ասաց այն վարկի չափ կա 2 միլիոն դրամ ինչա, որ կարող ես աշխատել փագել ու դուրս գաս այդ չխտայից։ Ասում եմ ես գրանցված աշխատող չեմ, ես պատրաստ եմ իմ աշխատածից 5%-ը վճարեմ, որպեսզի այդ հարկադիրի տակից դուրս գամ։ Բայց դա հնարավորությունն ինձ չեք ընձեռնում։ Ասում այս ամսի 1-ից թե 5 մարտի 1-ից թե 5-ից էլ իդրամը պիտի դուրս գա, այսինքն հենց գումարը նստավ, հարկադիրը վռած իդրամից այդ իրանց փողերը տանի։ Ստիպում են, որ մարդիկ ապօրինություն անեն, հասկանաս, մարդն ասում է ստիպված, պետք է գնամ հորոխպորոստողն ասեմ կլինի այդ Yandex-ի վճարային համակարգը քո անունով Սարգսյան Պողոսյանով, Պետրոսյանով։ Պետությունը ստիպում է, ինքը ստեղծում է պայմաններ, որ ապօրինություններ լինես երկրում։ Արեցի երկիր է թե ինչա։ Սենց են երկիր կառավարում, հա։ Տաքսիստներից անցնենք փոսերին։ Խայտառակությանը։ Բայց այս իշխանությունը շատ պարտանում էր եւ այսօր էլ իր որպես մեծագույն նվաճում, մեծագույն հաղթանակ ներկայացնում է ասֆալտապատումը, դրանով նույնիսկ փորձել են հիմնավորել արտաքին պարտքի կրկնակի աճը։ Փոսերի մասով ինչ կա, տուժողները ում են դիմում, օգնություն ստանում են արդյոք։ Նախ, եթե կարելի է մի փոքր ճշտում անեմ, պարտքը 2-ից ավել անգամ են ավելացրել, 8 միլիարդից ավել արդեն պարտքը, որը որ ՔՊ-ի իշխանությունն է ձևավորել, այդ ասֆալտչիկի իրանց բրենդը իրանք ամբողջությամբ սպառել են եւ ոչնչացրել են, էլ չկա։ Բոլորը տեսնում են, որ ասֆալտը իրանք անում են անորակ, ասֆալտով փող են քերում, ուտեին բգներին կանգնել այդ փողը, որովհետեւ չի կարելի էլի անթույլատրել է։ Մի օրինակ ձեզ բերեմ, Տիգրան Ավինյանի հոր տունը Մարաշում որ կա, այն սեփական մեծ տունը որ առել են իրանք, այս վերջերս։ Այն որ ասում են մենք Սևանում տուն չենք առել, դաչաներ չենք առել, սա առել են։ Ինչ ասում են, ենթագիտակցության մեջ իրանք հիշում են, որ այդպես թույն մի հատ Սևանում են տուն գցե, մի հատ ստեն գցե։ Ենթագիտակցորեն ասում են մենք էսի չենք արել, բայց բոլորն արել են, էլ սա ասում է։ Այդ գյուղի բնակիչները այդ մասին խոսում են։ Ուրեմն տեսեք, ինչն է հետաքրքիր, երբ որ Մարաշով բարձրանում ես, որպեսզի Գյուրջան փողոց հասնես, այդ հատվածի ասֆալտը, որտեղ Ավինյան Տիկոյի պապայի տունն է, ընտիր որակի ասֆալտ է, ընտիր։ Մի բան այդ ասֆալտին չի եղել, ոչ աղն է կպե, ոչ ձունն է կպե, ոչ մի բան։ Ոնց որ Դուբայի լավ որակի ասֆալտ լինի։ Ատե იღի ձախ ես անում, որտեղ շարքային մահկանացուներն են գնում, մերպես մարդիկ։ Ոնց որ անձնիվ խոսք, ոնց որ Իսրայելը հենց նոր հարձակված լինի Գազայի վրա։ Այտենց խրամատներ ոնց որը տեղա, մի այն քաղաքացիներն ովքեր հետևում են մեր եթերին, իմ խոսքը կհաստատեն, գնացին նկարել եմ։ Այտե շտապօգնությունը, եթե ինչ որ մեկին արագ փորձի հասցնել Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, կարծում եմ մորգը ավելի շուտ է։ Իհարկե թող կներեն մեր քաղաքացիները, մի քիչ դուրս եմ գալիս այդ չափից, բայց գիտեք ոնց է, շատ ահավոր է այդ հիվանդին, եթե տանեն ուրիշ խնդրով, որ օրինակ չգիտեմ, սրտի խնդիրնի ճանապարհին կա ոտը կոտրվի այդ փոսերի մեջ։ Խայտառակություն է, այդ խոսում են այն փոխքաղաքապետ ունեն Արմեն Փամբուխչյանը, իրանց այդ կարկառուն ԿՊ-ականը, իրանց այդ հիմքում կանգնած ԿՊ-ականների, ասում է մենք որտեղ որ ասֆալտ են կարել, օրինակ Գայի պողոտան, գոնե ամոթուս գետին է մտներ։ Քաղաքացիները տարել են, Ավինյանի նկարը կպցրել են, դա գրել են Ավիրյան, 2 ամիս առաջ Խաղապետանի ուղղաշկի դեմ է, Խաղապետանի աշխատողները տեսել են։ Գնում ասում են, ինչ ասֆալտ է կանում, արա բիտում չկա, հողի վրա ասֆալտ է կանում, ասում են չես ամաչում գիտությունների տեխնացու մարդած գնում ասֆալտ ես նկարում մատով պոկում ես։ Հենա բացվավ, մի հատ ձյուն եկավ ձեր դեմքը բացվավ, էս չէ ԿՊ-ականներ դուք։ Բայց իրենց մեղքը ո՞րն է, աղն է քայքայել։ Չէ, բայց եկեք հասկանանք, երբ որ ես Դավթաշենում էի նկարում, Արաբկիրում էի նկարում, Մասիվում նկարում, ասում էի ժողովուրդ, այս փոշու վրա, հողի վրա դուք բերում եք, դիտում էլ չեք անում, ասֆալտը փռում եք վատ որակի, մի հատ ձյուն եկավ, ձեր դեմքը կբացվի։ Հիմա բոլոր ԿՊՇ-նիկների դեմքը բացվել է։ Էլ ասֆալտի անուն թող չտան իրան, գնան նստեն, որ սիրում ասֆալտը, դա ասֆալտ պետք է ուտեն։ Այ դուք այդ ասֆալտը դուք կերեք դե հիմի։ Այդ փռած ասֆալտը է, նորմալ է էդի։ Մյուսը ձեզ ասեմ, այն օրը քաղաքացիներն ինձ վիդեո են ուղարկել Ավան վարչական շրջանում, եթե չեմ սխալվում 8 ավտոմեքին ընկել էին փոսը, 8-ի անվադողերը տրակվել էր ու 8-ն էլ միևնույն ժամանակ 8-ն էլ աչք քաշե կանգնել են, ստիպված իրենց անվադողերն էին փոխում։ Ընթացակարգը ոնց է, պիտի բարեք կանչեն, բարեք արձանագրի, գնան մի հատ տեսնեն այդ փոսից է թե փոսից չէ։ Բայց հետո դիմեն քաղաքապետարան, որ տա։ Հետո այդքան էլ որ անում են, կեսին տալիս են փոխհատուցում, մյուս կեսին չեն տալիս։ Ինչի համար որ դուք պարգևավճար ստանաք, չէ ինչի համար որ գույքը արկա 8 միլիարդ դրամ այս տարի 26 թվականին
Պիտի որոշել է, որ էլի պիտի թանկանա 8 միլիարդ Այդ դրամ։ դրա մասին խոսենք։ Ինչ է սպասում մեր քաղաքացիներին, ինչու են թանկացնում գույքահարկը եւ առանձին քաղաքացու վրա դա մոտավորապես որքան է նստելու։ Տեսեք, 21 թվականից երբ որ սկսել են գույքահարկը թանկացնել, այդ ժամանակ Երևան քաղաքի եկամտային հատվածում գույքահարկից գեներացում էր շուրջ մաքսիմում 7 միլիարդ դրամ։ Այս տարի 26 թվականին այդ գումարը արդեն 28 միլիարդ պետք է դառնա։ Այսինքն 4 անգամ իրանք մարդկանց վրա բեռը բարձրացրել են։ Երբ որ իրանք ասում ես, գիտես, օրինակ Սարյան փողոցում մտավորականի թոր կա, որ ապրում է, օրինակ եմ ձեզ բերում, իր պապական տունն է։ Ասում թո տունը ծախի, գնա չգիտեմ, Մերձավանում ապրի այդ մարդը։ Հիմի քանի որ իրանք մոտ փողը շատացել է, իրանք գույքահարկ վճարելու այդ ԿՊԱ-ականները խնդիր չունեն, իրանք ստիպում են որ նույնիսկ շարքային մարդու վրա Բեռլինի մտածի իր տունը ծախելու այլ խնդիրների մասին։ Իրանք որոշեցին առանց տարանջատելու, հասկանում եք, որը որ շքեղություն է, օրինակ մանումենտում տներ կան, թող 100 անգամ բարձրացնեն այդ տների գույքահարկը։ Ինչպես արտասահմանում այդ օրինակը կա, Երևան քաղաքում կան օրակառույց թանկ շենքեր, թող դնեն այդ շենքերում գույքահարկը քառակի անգամ բարձրացնեն։ Միանշանակ ես կողմ եմ, բայց դու այդ նույն տեղը օրինակ հին շենքում ապրող մարդուն կամ Բանգլադեշում կամ Մասիվում ապրող։ Ես Մալայսիայի բնակիչ եմ եղել, ծնվել մեծացել եմ, Բանգլադեշում եմ ծնվել մեծացել։ Մեր հարևաններին որ նայում, իրենց վրա կոնկրետ բեռ է դարձել, հասկանում եք։ Կոնկրետ բեռ, այս մարդն ասում է պրիտոմ գույքահարկը վճարում ես դեկտեմբեր-հունվար ամիսներին, ասում է այդ ամիսներին, դեկտեմբերին չգիտես նոր տարի անես, թե գույքահարկ վճարես։ Այսինքն այդ տարանջատումը հստակ պետք է լիներ։ Դու փող ունեցողին, ով շքեղությամբ ապրում է, այդ պետք է կիրառեր, իսկ այն մարդը, որը որ դրա հնարավորությունը չուներ, դու մեր քաղաքացու վրա ո՞նց ես բեռ դառնում։ Ինչա՞ թե դու պարգևավճար ստանաս, հա։ Ինչա՞ թե դու ասֆալտը անհասկանալի ձևով անես։ Ալեն Սիմոնյանի աղբերը մի հատ ընկերության ասֆալտի գործարանը, այդպես սաղ բոլոր տենդերները շահում ինչ ասես անում է։ Դուս եկավ այդ ընկերությունից, այդ ընկերությունը սննկացավ։ Նորմալ է, բայդի։ Չհարց եմ տալիս ես ձեզ։ Ու գիտեք ոնց է ժողովուրդ, այսօր ԿՊԱ-ականները, նաև ես ուզում եմ հատուկ անդրադարձ անել նաև Հանրապետություն կուսակցությունին, որովհետև նույն բանն են իրանք։ Երևան քաղաքում Վազգեն Սարգսյանի եղբայրը որ կա, Արամ Զավենի Սարգսյանը ԿՊ-ի հետ նույն լրիվ քույր աղբեր իրար հետ, մեկը մեկին կցորդ, մեկը մեկին պաստոլով գնում են իրանք առաջ։ Ու Երևանի այս զզվելի վիճակի համար պատասխանատվություն կրողներն իրանք են։ Կամ նույն տաքսու վարորդներն ասում է ես գալիս եմ, հնարավորություն չունեմ, մի րոպե կանգնեցի, ինձ տուգանում են երկրորդ գիծ։ Ընդունում եմ, որ իրանք էլ են սխալ, տեղ պետք է լինի, որտեղ որ պիտի առանձնացնի քաղաքը, բայց քաղաքային իշխանությունը ոչ մի բան չի անում, ոչ մի բան ուղղակի։ 18 թվականի հեղափոխության այդ իրանց նկարները որ նայում ես, արդեն ասֆալտապատ էր, փողոցը գծանշումներն արած էր, իրանք գծանշումների բանի վրա պարկած էին, ասֆալտի վրա պարկած էին։ 18 թվականի ապրիլ ամսին, ուրիշ բան չեմ ասում։ Սրանց օրոք միջև սեպտեմբեր ամիսը չեն պրծնում որ գծանշում անեն։ Հանկարծ փորձես հասկանալ ով է մեղավոր կկախվես։ Տրանսպորտի վարչությունն ասում է այդ տվյալները բոլորը պետք է ներկայացնեն ինձ, որ արդեն ասֆալտապատը վերջացրել են, թաղապետարանը է, թաղապետարանը ասում է, շին բարեկարգումն ասում է, ես չեմ արել, թաղապետարանը չի ասել որտեղ փոս կա, թաղապետարանը ասում է, ես մինչև գնում գծանշումներն անում եմ, հետա գալիս հասնում այդ վարչություն, տենդերը հայտարարում եք մի 4 հատ է փոս նորից է ավելանում, ստիպված երկրորդ կրուկ են գնում էդյանը, ու եթե փորձես հասկանալ ով է մեղավոր, դու գժվես ուղակի։ Կառավարման ճգնաժամ կա, ստեղ ի՞նչ է տեղ, դիլետանտներ կառավարման ճգնաժամ թալանչի, ու էսի տվել այս վատ բուկետը, վատ արդյունքը։ Ասում Երևան քաղաքում մի հատ Վահագն Ալեքսանյան ունեին, ասում էր Երևանում երեխաները չգիտեն գրունտապատ փողոցը ինչ է։ Մի հատ արի քեզ տանեմ Էրեբունի, Մուշավան, արի քեզ տանեմ Արինբերդ փողոց, Քանաքեր, Ցեղ, 4-րդ գյուղ, Հաղթանակ գյուղը մեր, խայտարակություն է ուղղակի հասկանում եք, Ցեղ նույնիսկ մի հատ շիբին փռած չի տեղ ու դու սա Երևանա 21-րդ դար այն պարագային որ 8 միլիարդ դոլար այս մարդիկ պարտք են վերցրել հələ չհաշված բյուջեի փողերը ինչ են անում այս փողերն այս մարդիկ մի հատ մնացորդային կարող եք ասել որ Երևան քաղաքում մի հատ օրինակ հանգույց կամ մի հատ ենթակառուցվածք են կառուցել ասեք մի հատ օրինակ կամուրջ են կառուցել կամ մի հատ թունել են կառուցել կամ մի հատ նոր ճանապարհ են կառուցել Պարոն Մանուկյան շատ լուրջ շատ ճգնաժամային իրավիճակ ներկայացրեցիք արդյոք շարքային երևանցին սա տեսնում է ու հասկանում է թե ով է դրա պատասխանատուն նույն տաքսիստները իրենք
գիտակցում էին, որ սա նաև քաղաքական հարց է փաստացի դարձել, որովհետև այն քաղաքական ուժը, որը ղեկավարում է երկիրը կամ քաղաքը եւ ձախողել է կառավարումը, հետեւապես պետք է ինքն էլ պատասխանատու լինի։ Հիմա շատ տրենդային ասում են, մի քաղաքականացրեք այս հարցը, սա քաղաքական հարց չէ։ Մարդկանց մոտ այդ գիտակցումը ձևավորվել է կամ սկսում է ձևավորվել, որ չէ իրականում սա քաղաքական հարց է։ Դուք շատ ճիշտ եք եւ առաջի հանդիպումը վաղորդների հետ Դալմայի հետևի հատվածում կայանատեղին որ հանդիպել էինք, վաղորդներից երկուսի եկավ հանկարծ մեր հարցը չքաղաքականացվի ու նաեւ բոլոր վաղորդներին ձեր եթերից եմ ասում, իրենց պահանջը սոցիալական է, հարցը քաղաքական է եւ քաղաքական լուծում է պահանջում եւ իրենք հասկացան ինչ եմ ես ասում։ Ասում ձեր խնդիրը, որ դուք բարձրացնում եք, այո, սոցիալական կոմպոնենտ ունի ամբողջությամբ։ Այսինքն դուք աշխատում եք հարկեք վճարում չունեք կարգավիճակ, դուք աշխատում եք թոշակ վաղը չեք ստանալու, դուք հարկեր եք վճարում, դրա դիմաց անվճար չեք բուժվում, ոչ մի արտոնություն դուք չունեք ձեր վճարած հարկի դիմաց։ Բայց ձեր հարցի, ձեր այս վիճակի մեջ գցողնով են եղել են պետական գործիչները։ Այսինքն բերելա տկենը ներկայացրել այդ խայտարակ Yandex-ի հետ, չգիտեմ, այդ օրենքները Yandex ասած իմ մոտ սիմվոլիկ է, այսինքն այդ ծառայությունը օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերություններին։ Այսինքն այս մարդիկ բերել են ազգային ժողովում է ԿՊ-ն հաստատել, այսինքն իրանց նկատմամբ այս որոշումը, որ իրանց sense ռեկետ անեն, դա եղել է քաղաքական որոշման արդյունքում։ Եվ հիմա այսօր իրանց պայքարը քաղաքական է, որպեսզի քաղաքական իշխանություն այսօր երկրի գտները կպնի պատին եւ իրանք հասկանան, որ այս հարցը պետք է լուծվի։ Եվ վարորդները հենց այդ ժամանակ էլ իրանք ընդունեցին, որ իրանց լուծումը քաղաքական լուծում պիտի լինի։ Ու իրանց պայքարն այսօր որ կա քաղաքական պայքար է։ Իրանց խնդրը սոցիալական է, նորից եմ կրկնում, այսինքն սոցիալականից եկել է, բայց իրանց հարցի լուծումը քաղաքական որոշում պետք է լինի։ Ու ես վստահ եմ, որ ճնշումը գեներացնելու արդյունքում, ճնշումը մեծացնելու արդյունքում տեղի են տալու։ Այսօր արդեն առաջի ծիլերը եղավ կառավարությունից։ Սկսեցին ասել, որ մենք այդ ձեր վարկ վերցնելու հարցը կլուծենք։ Արայսի երկիր է թե խուժանապետություն։ Նորմալ չի հասկանում, եք նորմալ երկու բանկերին ստիպելու, որպեսզի բանկերը գնան նման գործ արեն։ Չէ, Yandex-ին մի հատ կգնաք կնայեք, Yandex-ը կասի, որ այս մեր վարորդը լավ տղա է, ինքը 8 ամիսա քշում է, տես նորմալ էլ քշում է ինքը, մի 300,000 աշխատում է, իրան ախպերական վարկ դու։ Տրամաբանությունը չես կարողանում հասկանալ։ Այսինքն Yandex-ը պետք է ասի, որ վարկ տան։ Չէ, նորմալ է, հասկանում եք։ Սենց երկիր են կառավարում։ Ու ասում եմ, այս մարդկանց մոտ ամեն ինչը ձախողված է, ամեն ինչը խայտարակություն է ուղղակի։ Այս ասֆալտի վիճակը որ կա, ասենց որ խոսում ես, մենակ ասֆալտը չի, խայտարակ վիճակ մանկապարտեզների տիրույթում։ Եկել են, իրանք եղավ ինչքան ժամանակա իշխանության են, 8 տարի, ԿՊ-ն արդեն 8 տարի Երևան քաղաքում իշխանության է։ 21 թվականի խոսք են տվել, որ 23-ին հին մանկապարտեզ չլինի, 23-ին Տիգրան Ավինյանն ասում էր տղավարի ասեք կանենք 25-ին բոլոր մանկապարտեզը կլինի։ Հիմա գիտեք ինչ են անում մանկապարտեզը, օրինակ Կոյլունի բժշկական համալսարանի դիմացը առաջին մանկապարտեզը որ կա, սկզբից որոշել են սարքել, փող են դուրս գրել, մի քիչ սարքել են, հետո ասեն չէ չենք ուզում սարքենք, հետո քանդել են, գնացել են մտեղ, մատ անապատ տարածք։ Արասը մանկապարտեզն ուրա։ Ուրա մանկապարտեզ, մոռացել են տեղը մանկապարտեզի, Աջափնյակում ուղիղ գծով 1.5 կամ 2 կիլոմետր իրարից հեռավորությամբ 3 մանկապարտեզ փակել են, 3 փակել են, տեղը մոռացել են։ Վերոնիկա մանկապարտեզը 2019 թվականից ասում են մերն է արդեն, այդ մանկապարտեզը գնում ասում արա ամոթը մարդ եղեք, մի փոքր տանիքը վերանորոգեք, անձրևը գալիս ուղիղ լցվում է տեղ։ Դա եղել է Մալացիա Սեբաստիան համայնքի լավագույն մանկապարտեզը։ Ձեր օրոք եք անում քանդեք։ Հարևաններն ասում են տեղել են էլիտար շենքի թույլտվություն ուզում տան։ Այսինքն պատահական չեն ընտրվում։ Ոչ մի բան պատահական չի, մանկապարտեզների ոլորտը նույն ձևով կատաստրոֆիկ խայտարակություն, օդի աղտոտվածությունը Երևան քաղաքում, խայտարակություն ուղղակի, որտեղ ոչ մի շին հրապարակ նորմերը չի պահում, ոչ մեկ։ Իրանց տուգանող այդ կառույցը, հասարակական կարգն ու գազքը քաղաքապետարանի նստում են Բյուզանտ փողոցի վրա, իրանց աշկի դեմ Ֆիրդուս թաղամասնա, շինարարները ոնց ուզում իրանց հետ վարվում են։ Իրանց ասել եմ, ապեր ԿՊՇՆիկա տերը, ԿՊՇՆիկին 0-յա, մի քիչ մոտիկ ընկերոջը $1000 է խախտումը, ամբողջ շինարարության ժամանակ $2000 է, ոնց է դա, ոնց եք թողնում։ Ոնց եք թողնում որ դա լինի։ Երևան քաղաքում ինչքան հիմիկա բաց հանքավայր որ աշխատում է, երբևիցե չի եղել։
աշխատում են նորմերը հետևեք որ լինի։ Այդ փոշին որ կա, առաջացնում է քաղցկեղ։ Այս շնչուղիների հետ կապված լուրջ խնդիր է ստեղծում։ Աուտիզմ է երեխաների մոտ առաջացնում։ Բա լավ, այսօրվա իշխանությունը ուր է նայում։ Նորմալ է էսի ժողովուրդ։ Ու ասում ցանկացած ոլորտին որ նայում ես, Երևանում նայեցինք, ասֆալտապատումը խայտարակություն, բնապահպանական խնդիրները խայտարակություն, մանկապարտեզները խայտարակություն։ Այն մեր Պետրոն, որ մենք ունենք, ամեն օր գնում է Զարուկյան Պետրոն, նայում է սպորտ դալիչները, մեխերը sense տնկված, մի հատ մուրջ պետք է նվեր առնեմ, որ գնանք, չնայած ունեն, չէ՞, այնպես մի չագուշնարը ընկել են փողոցներով, գնացեք գոնե բաների սպորտ հրապարակների այդ մեխերը վերացրեք։ Պարոն Մանուկյան, քանի որ մեր ժամանակը սպառվում է, փորձենք զրույցը ամփոփել ներքաղաքական իրավիճակով, նախընտրական տարի է, ընդդիմադիր դաշտում այս գործընթացների ինչի մասին է խոսում եւ իսկապես իշխանության մտահոգությունները տեղին են ու դրանք նաեւ շատ ավելի նյարդայնացնող են լինելու իշխանությունների համար ընտրությանը մոտալուտ ժամանակների հետ զուգահեռ։ Ինչքան ընտրությանը մենք մոտենանք, այդքան իշխանությունը ագրեսիվ է դառնալու, այդքան ոչ adekvat է լինելու, իր adekvatությունը ամբողջությամբ կորցնում է։ Իրենք տեսնում են, որ տոտալ կորցրել են ժողովրդի վստահությունը, իրենք տեսնում են, որ իրենց թալանածը արդեն չեն կարողանում պահել եւ ժողովուրդն է տեսնում է, իսկ ժամանակին Կիլիկիա գարեջրի շշի հետ նկարվող երազողները այսօր Սարյան փողոցում իտալական գինիների լավ ու վատից են խոսում։ Այսինքն քաղաքացին դա տեսնում է, շարքային քաղաքացին հասկանում է այն պատավատապետության դեմ պայքարողները Երևան քաղաքում մի հատ ծառայական ավտոմեքենա չհավաքեցին։ Մարզերում թվացել մի քանի գյուղապետերի ձեռքից հետ վերցրեցին, հետո ավելի լավը հետ տվեցին։ Այսինքն իրանք տեսնում են, որ ժողովրդի աջակցությունը չունեն, իրենք հիմա գնալու են ավելի ագրեսիվ միջոցների եւ իրանց խնդիրը կայանում է հետեւյալում, որպեսզի կարողանան ժողովրդի մեջ վախ սերմանել, ընտրության չգնան, մասնակցությունը շատ ցածր տոկոս լինի եւ իրանք վարչական ռեսուրսի եւ իրանց այդ ահաբեկման այդ ամեն կեղծիքների արդյունքում իրանք վերարտադրվեն։ Ինչի համար է իրանց մոտ այս խոճապը, որովհետև դաշտում ձևավորվել է ու շարունակում է ձևավորվել տարբեր բևեռներ ընդդիմադիր դաշտում։ Եվ եթե իրանք մեկին կարողանում էին ասել, գիտես ինչ կա, այս մեկը նախկիներ, չգիտեմ, էս էր, հիմի քաղաքացին ռեալ ընտրության հնարավորություն ունի։ Մենք տեսնում ենք, թե դաշտում ովքեր են հայտարարել, որ ուզում են մասնակցել ընտրությանը։ Եթե քաղաքացին, որի համար խիստ կարևոր է անվտանգությունը, խիստ կարևոր է ուժեղ ղեկավար ունենալը, որպեսզի չգնան դուրս ու դառնան Ալիևի կոշիկ լիզողները, այս մարդիկ ցանկություն կունենան ու ձայնը կտան Ռոբերտ Քոչարյանին, որովհետև իրանք տեսնում են, որ Ռոբերտ Քոչարյանը ինչպիսի ղեկավար ա եղել կամ ինչպես է տնտեսությունը զարգացրել։ Մեկ ուրիշ զանգված, որը որ տեսնում է, որ պատկերացնում է, որ այնուամենայնիվ տնտեսությունը պիտի ոտքի կանգնի, այսինքն երկրի ղեկավար պիտի լինեն մարդիկ, ովքեր ապահովված են կամ հաջող իրենք տնտեսական գործունեություն են ծավալել, կընտրեն Սամվել Կարապետյանի բլոկին։ Մյուս հատվածը, որը որ կա, ում համար մեր երկրում տեսել են այսօր ձևավորվում առաջարկ Հայաստանի Ծառուկյան գագի կողմից այս մարդիկ կգնան այդ մարդկանց շրջանակում։ Թաթուան Արմանը հայտարարել է, նաև ձևավորվել է իրենց կողմից մի նոր բլոկ, որը մասնակցում է Շանթ Հարությունյանի հետ, այսինքն իրենց մոտ այն ազգայնական, այսինքն ազգի արժեքը հասկացող Շանթ բլոկը որ կա, ու մեկ էլ իրենք որպես մարդու իրավունքների պաշտպան, մարդ, որ գործունեություն է ծավալել, միգուցե մարդկանց մի զանգվածի մոտ վստահություն ունի, կգնան իրանք կընտրեն։ Այս փուլում դեռ իր խոսքը չի ասել նաև հանրապետական կուսակցությունը, որը նորանկախ Հայաստանի Հանրապետության բոլոր այս պրոցեսներին, քաղաքական պրոցեսներին մասնակցել է, ինքը նաև կա։ Դրան գումարած նաև կա Հայկ Մարությանն, որ ասում է ես մասնակցելու եմ։ Այսինքն ժողովուրդը լայն ընտրության հնարավորություն ունի։ Ես այն գրդոնչիներին չեմ ուզում ասեմ, որովհետև քփին Վազգեն Սարգսյանի աղբոր կուսակցության անունը ինչի համար եմ դրել գրդոնչի ես, գրդոնչի անձերին նկատի չունեմ, որովհետև իրենք եկան ընդդիմադիր դաշտի, ընդդիմադիր խոսույթով, խաբեցին ժողովրդին, ձայները վերցրեցին, այսօր ԿՊ-ի հետ դարձել են իրանք մեկ հոգի, մեկ մարմին, ամուսիններ են իրար հետ դառը, տենց իրար հետ գնում են, քաղաքական ամուսնություն է իրանց մոտ, տենց երջանիկ ապրում են իրար հետ։
Կան նմանատիպ այլ կառույցներ, որոնք որ ուղիղ աֆիլացվում են ՔՊ-ի հետ։ Դրանից ելնելով ես կարծում եմ, որ ժողովուրդը պիտի համախմբված լինի, գնա ընտրատեղամաս, կապ չունի, ում ուզում եք ընտրեք, գնացեք ընտրատեղամաս, խիստ կարևոր է ամեն քաղաքացու քվեն։ Քաղաքացին չպիտի մտածի, որ իր քվեն որոշիչ չի։ Ամեն քաղաքացու քվե որոշիչ է, ու պիտի գնան ու ձայնը տան։ Ու վստահ եմ, որ 26 թվականը լինելու է վերջնաժամկետ։ Պարոն Մանուկյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն է Երևանի ավականու անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Կհանդիպենք վաղը։